Ժամանակի միջով ճանապարհորդելիս հանկարծ ջրի զովություն զգացինք մեր դեմքին: Մենք հայտնվեցինք մի աշխարհում, որտեղ ջուրը ոչ թե թռչում է, այլ մաքրում: Պարզվեց Վարդավառը ջուր ցողելն է և դրա միջոցով հոգիների մաքրությունը: Շատերիս համար դա պարզապես իրար վրա ջուր լցնելու օր է, բայց իրականում Վարդավառը մի հսկայական ժամանակի մեքենա է, որն իր մեջ պահպանել է հազարամյակների պատմություն, սկսած Նոյ Նահապետից ու Հայոց Աստվածներից մինչև քրիստոնեական հրաշքներ: Գիտեք, որ Վարդավառ բառը կապ չունի վարդ ծաղկի հետ: Ըստ ստուգաբանության վարդ նշանակում է ջուր, իսկ վառ ցողել, այսինքն Վարդավառ նշանակում է ջրցանություն: Հեթանոսական շրջանում այն սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի ու նրա սիրելիի՝ կրակի աստված Վահագնի տոնն էր: Մարդիկ հավատում էին, որ ջուր ցողելով նրանք մաքրվում են չարից ու հիվանդություններից, իսկ քրիստոնեական շրջանում այն դարձավ պայծառակերպության տոն՝ հիշատակելով Թաբոր լեռան վրա Քրիստոսի լուսապայծառ հայտնությունը: Վարդավառը միայն ջրոցի չէր: Ահա մի քանի փաստ, որոնք այսօր գրեթե մոռացվել են: Խնձորի պաս: Մինչև Վարդավառ մարդիկ խնձոր չէին ուտում: Տարվա առաջին խնձորը վայելում էին հենց տոնի օրը, հաճախ այն խորովելով գիշերային խարույկների մեջ: Խնդում: Ագուլիսում պատրաստում էին խնդում՝ մրգերով ու ծաղիկներով զարդարված խաչաձև փայտ, որի շուրջ պարում էին ու ուրախանում: Աղավնիներ: Սիրահարված տղաներն աղավնիներ էին թռցնում: Եթե աղավնին 3 անգամ պտտվում էր աղջկա տան կտուրին, դա նշանակում էր, որ այդ աշնանը հարսանիք է լինելու: Ուժի մրցույթներ: Բացի ջրոցուց կազմակերպվում էին նաև ըմբշամարտի մրցումներ, իսկ Վանում պատանիները նույնիսկ կռվում էին՝ ի հիշատակ Հայկի ու Բելի ճակատամարտի: